Հիկսոսները հայ ժողովրդի հին պատմության հերոսական և փառավոր էջերից են։ Սակայն նա դարձավ առեղծված պատմության մեջ, որովհետև արտահայտվեցին բազմաթիվ տարբեր տեսակետներ, հիմնականում կապված հիկսոսների էթնիկ պատկանելության հետ։ Ինչ է հասել մեզ հիկսոսների վերաբերյալ։ Դա Մանեթոնի եգիպտական պատմիչ, Մանեթոնի թողած հիշատակությունն է, որը մեջ է բերում Փլավիոսը իր հրեական պատմության մեջ և ասում է, որ հիկսոսների առաջին թագավորները, 6 թագավորները Եգիպտոսում տիրել են 250 տարի և 10 ամիս և ավելացնում նաև, որ նրանց սերունդները Եգիպտոսում տիրապետել են ևս 511 տարի։ Միաժամանակ Փլավիոսը հաղորդում է, որ հիկսոս բառը եգիպտական ազնվական, այսպես ասած, լեզվի մեջ հիկ նշանակում է թագավոր, իսկ սոսը գավառական բարբառներում նշանակում է հովիվ։ Եվ հետևաբար հիկսոս բառացի նշանակել է արքա հովիվ։ Ժամանակակից պատմագիտության մեջ կա տեսակետ, որ հիկսոսը առաջացել է եգիպտական հեքա հասուտ անվանումից, որը բառացի նշանակում է օտար երկրների տիրակալներ։ Օտար երկրներ բառը, որով արտահայտվում է հիկսոս անվանման երկրորդ մասը, առաջի մասը, գծագրվում է մի հիերոգլիֆով, որը համապատասխանում է շումերական ուր պատկերագրին և ունի լեռ իմաստը, և երկիր, և լեռ իմաստը։ Հետևաբար այդ տեսանկյունից եթե նայենք հիկսոս անվանմանը, ըստ Մանեթոնի հաղորդած տվյալների, ապա այս ժամանակակից տեսակետը իրականում կհնչի լեռների տիրակալներ։ Եվ ժամանակակից պատմագիտությունը ելնելով այլ փաստերից ևս նշում է, որ հիկսոսները իսկապես լեռնական ժողովուրդներ էին, եկել էին լեռնաշխարհից։ Որոշ հետազոտողներ ասում են, որ հիկսոսները դրանք արիական ցեղեր էին, մի այլ տեսակետի համաձայն հիկսոսները արիական ցեղեր էին, բայց նրանք կազմում էին այդ արշավանքի, այսպես ասած, առաջնորդներն էին, հիմնական տարը այլ ցեղեր էին, հիմնականում սեմիտներ։ Մի այլ տեսակետի համաձայն դրանք սեմական ցեղեր էին, արևմտասեմիտներ էին, ամորայացիներ։ Եվ այդ խառնաշփոթը առայժմ դեռ մնում է պաշտոնական պատմագիտության մեջ։ Ըստ հնագիտական տվյալների, հիկսոսները ունեին շատ զարգացած մշակույթ։ Նրանք ունեին իրենց միասնական լեզուն, իրենց գիրը, տոմարը, դիցաբանությունը, ունեին մարտակարգ, նրանք առաջիններն էին, որ մարտակարգ տարան Պաղեստին և Եգիպտոս, Սիրիա, ունեին երկաթե զենքեր, նաև հնագիտական նյութերից 2 գանգեր, հիկսոսների գանգեր, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք պատկանել են արմենոիդ մարդաբանական տիպի։ Կարծես թե այսքանը պիտի բավական լիներ, որպեսզի այդ արշավանքի սկզբնակետը կապվեր հայկական լեռնաշխարհի հետ։ Սակայն նման տեսակետ դեռևս պաշտոնական պատմագիտության մեջ չկա։ Սակայն մինչ հիկսոսներին անդրադառնալը, մենք գնանք պատմության խորքերը։ Ժամանակակից պատմահնագիտական տվյալները ասում են այն մասին, որ 4-րդ հազարամյակում շումերական և եգիպտական քաղաքակրթությունները հիմնել են եկվորներ, որոնք եկել են հայկական լեռնաշխարհից։ Դա հայկական լեռնաշխարհից առաջին ալիքն էր, որը մուտք գործեց Եգիպտոս և Շումեր։ Դրան հաջորդում է երկրորդ ալիքը, երրորդ հազարամյակի կեսերին, երբ արևմտյան սեմիտները գրավում են Միջագետքը, Սարգոն մեծի առաջնորդությամբ և ստեղծում Աքքադ պետությունը։ Աքքադը անջրպետում է Եգիպտոսը և Շումերը հայկական լեռնաշխարհից։
եւ որպես հետևանք հայկական լեռնաշխարհի բնիկները կազմակերպում են արշավանք դեպի Շումեր զուգահեռաբար եւ դեպի Եգիպտոս։ Դեպի Շումեր արշավանք կազմակերպողները շումերական արձանագրություններում հայտնի են Կուտիններ անվան։ Իսկ Եգիպտոսը գրավողները ուրեմն էթնիկական այդպիսի չունեն նույնացում, չեն նույնացում էթնիկապես, բայց այդ շրջանը Եգիպտոսի պատմության պատմագետները անվանում են առաջի անցումային շրջան։ Եվ հայտնի են այդ առաջին անցումային շրջանի թագավորների, մի քանի թագավորների անունները, Աղթայ անունը, որը նույնպես իր մեկնաբանվամբ կարող է միայն հայերենի հիմքի վրա մեկնաբանվել, եւ նման թագավորներ եղել են այդ անունով 5 աղթայներ, առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ։ Այսպիսով այդ արշավանքը կազմակերպում էր, որպեսզի վերացվեր անջրպետը Շումերի եւ հայկական լեռնաշխարհի, Եգիպտոսի եւ հայկական լեռնաշխարհի միջեւ։